Անկեղծ քեզ ասեմ, ես դեռևս ընդհանրապես չեմ մտածում ընտրությունների մասին։ Կարող է ինչ-որ մարդու թվա, որ ես բան եմ անում, ինչ-որ խուսափում եմ, պատասխանից։ Բայց կներեք, ես իմ ընկերները, իմ գործընկերները ընդդիմադիր Գյումրիի տարբեր ֆրակցիաների հենց այս բային խնդիր ունենք լուծելու։ Ու այս խնդիրը եթե մենք չենք կարողանալու լուծել համատեղ, հա, ու Գյումրին չենք կարողանալու պահել։ Ինչ ընտրության մասին է խոսքը, Ժողովուրդ ջան, հերթական անգամ ստացվելու է, որ կապ չունի ընտրությունները ոնց են ավարտվում, միևնույն Նիկոլը անելու է այն, ինչ որ ինքը ուզում է։ Հիմա այնքան շատ խնդիրներ կան այս բայի դրությամբ, որ հավատացեք, ես այս բային անկեղծ նույնիսկ մոդիֆիկացիաներն ու ֆորմատները չեմ մտածում իմ գլխի մեջ, թե ինչ տեսակի ֆորմատների մեջ օրինակ կարող է լինել ֆրակցիաներ թողնենք, Ռուբեն Մխիթարյան անձը։ Ու տարբեր տեսակի ինչ որ լուրեր են տպում, չգիտեմ, այս ուժի հետ եմ, այս ուժի հետ եմ, այս ուժի հետ եմ, հարգելի բարեկամներ, հարգելի ընկերներ, հարգելի հետևորդներ, վստահորեն ձեզ պնդում եմ, որ այս պայի դրությամբ չունեմ որոշում ընտրություններին, մասնակցում եմ թե չէ, ինչ ֆորմատով եմ մասնակցում, ինչ քաղաքական ուժի հետ համագործակցությունով եմ մասնակցում, մենակ եմ մասնակցում, ինքնուրույն եմ մասնակցում, չգիտեմ, այս հարցերը իմ համար այս պային ընդհանրապես էական չեն, որովհետև ամեն րոպե Հայաստանում կարող է պայթյուն տեղի ունենալ ու պնդում եմ, որ ամեն րոպե կարող է պայթյուն տեղի ունենալ։ Ու եթե առաջ նախկինում ինձ թվում էր, որ եթե ինչ-որ մի տեսակի շարժ, հա, համաժողովրդական սկսվի, ապա իշխանության փոխանցում կամ, չգիտեմ, բան, մարդկանց Վրաստանի սահմանը անցնելու հեշտեր ավտոմեքենայի տարբեր տեսակի մենք այդ տեսարանն ենք տենալու։ Ցավոք սրտի գնալով իմ աչքի առաջ Կադաֆիոտ տեսարաններ են գալիս։ Ու եթե դա ես ընդհանրապես չեմ ուզում Հայաստանի Հանրապետությունում նման տեսարաններ տեղի ունենան, հավատացեք, չեմ ուզում։ Բայց գնալով այս կեղտոտ խաղի սրողները այնպիսի գործիքակազմ են մտցնում։ Ծերումա որ պայթեցնի, հա։ Որ հիմա տեսեք, ներքաղաքական պառակտումը մտցրեց, ընտանիքների մեջ մտավ, եղբայրներ սկսին իրար հետ չխոսել, քավոր սանիկներ սկսեցին իրար հետ Հիմա ինքը մտնում է հավատքի դաշտ, որտեղ ինքը իր համար ստեղծելու է նոր աղանդավորական եկեղեցի, նոր աղանդավորական էջմիածնով, ասենք, հիմա էսա իմ բանը, մեր պատկերացրած բանը, հա, էջմիածինը, իր պատկերացրած, չգիտեմ, բանը, մաքուր քահանաներով ու պառակտում այլևս մտցնել։ Դու պատկերացնում ես, որ նույն Գերդաստանի մեջ հիմա որոշում են իրենց երեխայուն ամուսնացնել ու հրահանգ են տվել, որ այս քահանան պետք է բան անի։ Ինչքան մարդ ուղակի չի ուզենալու իր բարեկամներից գնա ընդե հասնի ու այդ նշանակելու է, որ արդեն երեխաների միջից էլ այս խնդիրը մտնելու է։ Ինքը իրականում ախր խայտարակ վատ բան է անում, ինքը վերջնականապես այն նույնիսկ այն վերջի տեղը, որտեղ կարելի էր պառակտում մտցնել, դա էլ անում, որովհետև ինքը գիտի մի շատ կարևոր բան։ Իր իշխանությունը կարող է դիմանալ մենակ պառակտման արդյունքում։ Տարբեր տեսակ։ Միլիոն%։ Ներընդդիմադիր, ներազգային, ներժողովրդական, ներեկեղեցական, ներսփյուռքային իր իշխանությունը միայն պառակտման հիմքերի վրա է։ Ու մաքսիմալ սեփական անձի շուրջ ֆիքսացիան, կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Կամ ես կասեմ ով է լինելու կաթողիկոս, կամ Հայաստանը կաթողիկոս չի ունենալու։ Եվ այդպես շարունակ։ Մենք պոստսկրիպտումում ես մի քանի հարց ունեմ ներքաղաքականի հետ կապված, որ կտամ, հատկապես այնտեղ մի քիչ բաբշե փոքր է, 100 անգամ համարյա փոքր է լսարանը, բայց այն ժողովուրդն է, որը հաստատ համ մեզ, համ քեզ հաստատ բալետ է անում, բայց մի քիչ այս թեման զարգացնելով ասեմ ու հարցապնդում ավելի շուտ էսի ոչ թե հարց, երբ որ 19 թվականին ինքը եկել էր ու այն ժամանակ այդքան շատ չէր այս խոսքի նկատմամբ վախը, հիշում եք ինչ վիճակ էր բան, այդ ժամանակ ինքը անընդհատ ցույց էր տալիս այդ քո այս սա քո ասածները,
անձակենտրոնությունը, ես կլինեմ կամ ոչ երկրի վարչապետությունը, այդպես լիքը բաներ, ու դրան զուգահեռ իմ մոտ այս վախը, որ ինչ որ պահ գալու, որ այլ ճանապարհ չի մնալու, քան ասենց ինչ որ բախումներ, որը իդեպ ինքն է հրահրելու։ Կար, բայց հիմա գնալով մենք ապրում ենք այդ իրականության մեջ։ Չես կարծում, որ ինչ որ պահի իր թելադրած կանոնները այնքան դոմինանտ են լինելու, որ այլևս այն ողջամիտ մասան է թվում մենք, դու, ովքեր դեմ են այդ ճանապարհով, տենց ինչ որ բաների, այլ ընտրանք չեն ունենալու։ Այսինքն քաղաքականությունը լրիվ դառնալու անիմաստ, բարիս բուն իմաստով։ Չգիտեմ, էլի մի հատ ասած այդ բանը ոնց է քո մոտ։ Իրենք ինչ են անում։ Իսկականից իրենց ծրագիրը հետեւյալի մասին է։ Նայ, իրենց ամենաձեռնտու տարբերակը ընտրություններին, օրինակ, եթե գործը գալիս հասնում է ընտրություններին, քիչ մասնակցություն ունենալն է։ Որ կանան իրաց քիչ հավաքածու շատ ձեռ տանել։ Երբ է ապահովում, երբ որ մարդիկ այլևս ոչ թե զզվում են քաղաքական ուժերից, այլ մարդիկ սկսում են զզվել քաղաքականությունից։ Իրենց նպատակը հենց դա է, ու այս սրպապիղծ գործիքակազմը օգտագործելով, իրենք հենց դա են մարդկանց ցույց տալիս։ Այ տեսեք, ինչ աստիճանի անբարոյականություն է քաղաքականությունը, որ մենք այս անբարոյական քայլերին գնում ենք, դա ձեզ ցույց տալու ապացուցելով դրա համար դուք պետք է զզվեք քաղաքականությունից եւ ամենաշատ հնչող պատասխանը բոլոր հարցումների, ինչ են ասում մարդիկ, մենք քաղաքականությունով չենք զբաղվում։ Տես իրենց մոտ գալիս է այդ եթե չեն հայտնվում մարդիկ, օրինակ նույն Գյումրիի ընտրությունները, հա, իրականում Նիկոլը պարտվել է բարձր մասնակցությանը, եկեք ճիշտ խոսենք։ Միանշանակ։ Հիմա այդ բարձր մասնակցությունը տարբեր գործիքակազմերով ով ինչպես ապահովել է։ Հիմա նստել կանգնել, ասել, այս մարդը այսպես է, ես վերացել եմ արդեն այդ ամեն ինչից, ես ասում եմ հետեւյալը, ախպեր 47000 մասնակցություն է եղել, այսինքն մասնակցությունը 2 անգամ ավելի շատ է քան նախորդում, որտեղ 30000 ձայն ստացել է ընդդիմությունը, 17000 բանը ԿՊ-ն, վերջ։ Հիմա նշանակում է, որ մենք կարողացել ենք մարդկանց ու իրենց դեմ բերել ընտրություններին փագել այդ բանը, կալիտկան, որտեղ ասվում է, որ քաղաքականությունով դուք չպետք է զբաղվեք, քաղաքականությունը վատ բան է, գտել ենք այն բառամթերքը, այն call to action-ը, մեդիա տեխնոլոգիաները, որոնցով մարդկանց բերել ենք հիմա։ Ես բերել եմ երիտասարդությանը ու ընդհանրապես այն մարդկանց, ովքեր երբևիցե մեծ ավասամբ ընտրությունների չեն մասնակցել։ Տենց գործիքակազմ Սիմոնյան Կարենն է, օրինակ Կիրառ է, մի քիչ այլ գործիքակազմ Մարտունն է, օրինակ Կիրառ է, օգտվելով նաև այն բանից, որ մարդը շատ երկար ժամանակ ազգային ժողովի падգամավոր եղել, կարծեմ 2007 թվականից։ Սեգմենտավորել եք ընտրությունների, պոտենցիալ Վարդան Ղուկասյան այլ գործիքակազմ է Կիրառ է, 12 տարի այդ մարդը քաղաքապետ է եղել, հետո ազգային ժողովի падգամավոր է եղել։ Վերջը, պլյուս քաղաքի սպეციფիկան։ Էդ էլ է շատ կարևոր, հա, հիմա այդպես է ստացվել, որ բոլորիս մոտ այդ ամեն ինչը ստացվել։